Քաղաքական շաբաթն ավելի շուտ սկսվեց, քան օրացույցայինը։ Դեկտեմբերի 6-ի երեկոյան Ֆրանսիայից Հայաստան վերադարձավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, դիմելով օդանավակայանում իրեն դիմավորող մարդկանց, հայ առաքելական եկեղեցու հովվապետը մեկ անգամ եւս հասկացրեց, չնայած իշխանական ճնշումներին, ինքը չի նահանջելու։ Եվ Աստուծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում եւ դուրս գալ այս փորձություններից։ Այն նույն ժամերին, երբ Գարեգին II վերադառնում էր հայրենիք, Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում 7 վերքում հոգևորականները վերջին կանոնական ժամերգությունն էին մատուցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հաջորդ օրը կայանալիք այսպես կոչված պատարագից առաջ։ Վարչապետի պահանջով դրա ընթացքում պետք է զեղչվեին կաթողիկոսի եւ Միքայել arczepiskopos Հաջապահյանի անունները, մի բան, որին Շիրակի թեմի 3 տասնյակ հոգևորականներից որևէ մեկը չէր համաձայնել։ Այն ինչ որ կատարվում բռնի, զավթում է եւ այսինքն ուժային վիճակով ուժ են կիրառում մարդկանց քրիստոնեական իրենց հավատքից օրինական ասենք կատարվելի սուրբ պատարագի խորհրդից փորձում են հեռու պահել։ Իր պատմության ամենասև օրերից մեկը 88-ի երկրաշարժի հերթական տարելիցը Գյումրին այս տարի դիմավորեց գրեթե պաշարված վիճակում։ Վարչապետ Փաշինյանի, նախագահ Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, մի շարք այլ ՔՊԱ-ականների, ինչպես նաև վարչապետական ծեսին մշտապես մասնակցող շրջիկ խմբի անվտանգությունը ապահովում էին հարյուրավոր ոստիկաններ, չնայած դրան Փաշինյանի Գյումրի ժամանելու առաջին իսկ րոպեներից միջադեպերը հաջորդում էին մեկը մյուսին։ Ազատություն սրբազանների! Ազատություն սրբազանների! Նախ Գյումրիի ավականու ընդդիմադիր անդամ Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի շենքի պատուհաններից մեկից Միքայել եւ Բագրատ սրբազանների նկարներով մի քանի մետրանոց պաստառ կախեց։ Հականիկոլական վանկարկումներ հնչում էին նաեւ այն պահին, երբ տասնյակ թիկնապահներով շրջապատված վարչապետը մտնում էր 7 վերք։ Ի տարբերություն Փաշինյանի ու նրա կողմնակիցների, շարքային գյումրեցիների ճնշող մեծամասնությունը դեկտեմբերի 7-ին 7 վերք եկեղեցի մտնել այդպես էլ չկարողացավ։ Շատ է ուզում այսօր վեհապարի ու Սրբազանյանն չլսել։ Ավետարանչականներին մենք լավ տեղ ենք տվել, լավ էլ շենք են սարքել։ Դոր պատվալը միշտ պատարակ կենեն, ոչ վեհապարյանը կդան, ոչ Սրբազանյանը։ Թող էստանդեղ։ Ես հետս եկեք, ես պիտի մոմ վառեմ ստեղ։ Ոչ, սա պրովոկացիա չի դու։ Դեկտեմբերի 7-ին Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում մոմ վառելու հնարավորություն ի դեպ եւս չկար, անգամ մոմավաճառներ հրաժարվել, առաքելական եկեղեցու կանոններին չհամապատասխանող ծեսին ներկա գտնվել։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Միքայել Սրբազանի անունները սակայն Փաշինյանական ծեսի ընթացքում այնուամենայնիվ հնչեցին։ Ամենայն հայոց տյարն Գարեգին սրբազնագույն կաթողիկոսի Մերյակ ենք, որ կալու են բղծել մեր սրբությունները ու գիտենք, որ չէր հնչվելու մեր կաթողիկոսի եւ մեր սրբազան առաջնորդի անունը, այդպես մտածել ենք, որ հնարավոր չի, որ թույլ տանք, որ չհնչեցվեն, քանի որ պատարագը կարգ ունի, կարգ ու կանոն ունի եւ ամեն ոք չի կարող ինչ-որ բառեր ու արտահայտություններ ուղղակիորեն հանել սուրբ պատարագից։ Այդ իսկ պատճառով առավոտյան սովորականի պես ամեն կիրակի այցելում ենք, եկել ենք մեր սուրբ 7 վերքը, մտել ենք Երկչախմբի հատված ենք գնացել, որտեղից որ ավելի լավ կլիներ տեսարանը տեսնել, այնտեղից ավելի հեշտ է պատարագին մասնակցելը, ու այնտեղից երբ որ եկավ հիշատակումների հատվածը, մենք բարձրացրեցինք եւ հնչեցրեցինք մեր վեհապարի եւ իհարկե մեր առաջնորդի անունը։ Սրբո եկեղեցվո եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսած Մարդիկ ներքևից նայում են վերև ու չգիտեն, թե նույնիսկ որտեղից է գալիս ձայնը։ Հենց դա այդ Սուրբ 7 վերքի զորության մասին է խոսում, որ Սուրբ 7 վերքը այնպեսի կառուցվածք ունի, որ նույնիսկ նմանացի դեպքերում կարող է պահպանել իր հավատավոր ժողովրդին։ Ամոթ քեզի! Ամոթ! Իսկ թե որտեղից էին գալիս իրենց փնովող գյումրեցիների ձայները, ՔՊԱ-ական падգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսները շատ լավ էին տեսնում։
Այն բարի գալուստը, որ Փաշինյանը չլսեց Գյումրիում, նրան 2 օր անց ասացին Բերլինում, ճիշտ է դրա հեղինակը Գերմանիայում Ադրբեջանի դեսպաններ։ Բարի գալուստ Գերմանիա, Mr. Prime Minister. Welcome to Germany. Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ։ Փաշինյանի գերմանական այցը ուշագրավ էր մի քանի առումներով։ Նախ Հայաստանի վարչապետին Բերլինում մի խումբ տեղացի հայեր դիմավորեցին բողոքի ակցիայով։ Ի տարբերություն Բերլինի, Փաշինյանի այցի համբուրգյան հատվածն անցավ առանց միջադեպերի։ Այստեղ Հայաստանի վարչապետը նույնիսկ հասցրեց հանդիպել տեղի մոտ 3 տասնյակ հայերի հետ։ Դեկտեմբերի 10-ին էլ ամփոփելով այցն ու զրուցելով իրեն ուղեկցող լրագրողների հետ, Փաշինյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով փաստորեն հավասարության նշան դրեց բռնի տեղահանված արցախահայերի եւ Ադրբեջանի կողմից 2020 թվականից հետո շրջանառության մեջ դրված Արևմտյան Ադրբեջանի քարոզչական արշավի միջև։ Սառաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Ես ասում եմ, եկեք, նստենք միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Նիկոլ Փաշինյանը սակայն խիստ լավատես է, թե իրեն թվում է, որ այս երկու թեմաներն իր բնորոշմամբ հանելով վերանալու են Բաքվի հետ հարաբերություններում առկա վերջին խոչընդոտները։ Այս շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարությունը ծավալուն մի հայտարարությամբ իր դժգոհությունը հայտնեց նախորդ շաբաթ Երևանի եւ Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթի առթիվ։ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ռազմավարական օրակարգը հստակեցնող այս համաձայնագրի գրեթե ոչ մի դրույթ Ադրբեջանի իշխանությունների սրտով չէր սկսած Բաքվում պահվող գերիների եւ Արցախահայ փախստականների մասին հիշատակումներից վերջացրած Թրամփի ուղու չհիշատակմամբ։ Առանձին կետով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջում էր հրաժարվել Եվրամիության դիտորդների ծառայություններից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը որևէ երրորդ կողմի ուժեր ընդհանուր սահմանին չտեղակայել, առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչության գործիք օգտագործվող ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման փոխարեն Երևանն ու Բրյուսելն այդ առաքելության պահպանումը եւ դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում։ Ադրբեջանցիները դժգոհ են, որ Եվրամիություն-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին, փոխարենը ինչպես ձևակերպել են, հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նման իրավիճակը հարցեր է առաջացնում թրիփ նախագիծը կյանքի կոչելու Հայաստանի լրջության շուրջ։ Ամենալուրջ կոռուպցիոն ռիսկերն այս շաբաթ կենտրոնացան քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի անվան շուրջ։ Երևան քաղաքի հարևանությամբ Առինջբ թաղամաս 7/19 հասցեում գտնվող այս առանձնատունը պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանն այս տունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ Լրագրողական հետաքննություններ իրականացնող ամենահեղինակավոր հայաստանյան պարբերականի հետքի պնդմամբ Կոնջորյանն Առինջում գտնվող նորակառույց առանձնատունը ձեռք էր բերել շուկայականից մոտ 20 միլիոն դրամ ցածր գնով, 54 միլիոնով։ 54 միլիոն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն հարկային օրենսգրքի եկամտային հարկը վերադարձվում է, եթե անշարժ գույքի արժեքը չի գերազանցում 55 միլիոն դրամը։ Հետաքննության պատրաստման ընթացքում Հայկ Կոնջորյանը հետքի հարցերին ըստ էության չէր պատասխանել, խորհուրդ տալով միայն ծանոթանալ իր տարեկան հայտարարագրին։ Սակայն այն բանից հետո, երբ այս հրապարակումը հանրային բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ, Հայկ Կոնջորյանը նախ հետքին մեղադրեց ստի մեջ, ապա նաև հրապարակեց կադաստրի կոմիտեից ստացված գրությունը, որի համաձայն իր հարևաններից ոմանք ևս տուն են գնել նույն 54-55 միլիոնով։ Այս ֆոնին, սակայն, մի շարք ոչ պակաս կարևոր
որ հարցեր որոշակիորեն անտեսվեցին, օրինակ այն, որ Կոնջորյանը, ինչպես եւ բազմաթիվ այլ ԿՊԱ-կաններ, հիպոթեքային վարկ ստանալու համար հայաստանյան մի քանի տասնյակ բանկերից ընտրել էր հենց այն մեկը, որ պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Խաչատուր Սուքասյանի ընտանիքին։ Հարցեր էր առաջացնում նաև կառուցապատող ընկերության ընտրությունը։ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել Միլոն Mining ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության Միլոն Realty ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է, Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Այս շաբաթ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև քաղաքապայմանագիր խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Կոնջորյանի նախորդը Լիլիթ Մակունցը, կրթության եւ մշակույթի նախկին նախարարն ու Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպանն այս շաբաթ համալրեց ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Տարիների ընթացքում սովորել եմ մինչև առաջնորդելը լսելու տարբեր մոտեցումներ ունեցող մարդկանց շարքերում ընդհանուր նպատակ գտնելու արժեքը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, սակայն ԿՊԱ-կանները այս նույն ամերիկյանին մեղադրում էին իրենց ճնշելու համար։ Պատճառը ԿՊԱ-կան падգամավորուհիներից մեկի աշխատանքային պայմանագրի երկարաձգումից հրաժարվելն էր։ Որքան մոտենում են նախընտրական շրջանը, այնքան ավելի ակնհայտ է, որ համալսարանում ներկայացվածությունը քաղաքացիական պայմանագրի նվազում եւ անհետանում է։ Your freestyle chess South Africa Grand Slam champion, Levon Aronian. Շաբաթվա գլխավոր մարզական հաջողության հեղինակը դարձավ Լևոն Արոնյանը։ Հայաստանի երբեմնի թիվ 1 շախմատիստը այս շաբաթ երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Freestyle Chess Grand Slam Final մրցաշարում, առավելության հասնելով նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Շաբաթվա ամենաանսպասելի երաժշտական իրադարձությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Հյուսիսային Պողոտայում։ Այստեղ բացօթյա համերգով հանդես եկավ ռուսական ռոքի լեգենդներից մեկը՝ Բորիս Գրեբենշիկովը։ Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանին սակայն այս շաբաթ ռուսական երաժշտության այլ ուղղություններն էին հետաքրքրում։ Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Սենթ Ռեջիս հյուրանոցից արված վարչապետի լայվում տպավորիչ էր գրեթե ամեն ինչ։ Փակ տարածքում գլխարկով գտնվող Փաշինյանը, երգի ընտրությունը եւ նույնիսկ պատուհանից երևացող շենքը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, FSB-ի կենտրոնակայանը, տխրահռչակ Լուբյանկան։